Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան Խոհանոցն է եթերում, Արարատյան տրամադրությամբ եւ Արարատյան ոգևորությամբ։ Շարունակում ենք այցելել ռեստորաններ եւ տեսնելու համար թե ինչ են պատրաստում, ինչպես են պատրաստում եւ ով է պատրաստում։ Այս պահին մենք Մամուլյան եւ ընկերներ գինատանն ենք, այցելենք, կտեսնենք թե ինչպես են մեզ դիմավորելու։ Բարեկամներ, իսկ այստեղ մեզ սպասում է աշխարհի ամենալայնասիրտ, ամենամեծահոգի խոհարարը Գրիշա Անտինյանը, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, Մամուլյան եւ ընկերներ գինետան ավագ խոհարար եւ տնօրեն։ Ողջույն Գրիշա։ Ողջույն Սեծակ ջան։ Ինչպես ես եղբայր։ Ինչպես միշտ, երբ որ միասին ենք, լավ տրամադրությամբ, Երբ որ ընկերներով ենք, այո, երբ որ ընկերներով ենք, միասին ենք լավ տրամադրությամբ եւ մարտական ոգիով։ ինչպես ասում են ընկերներով ընկերների համար։ Այո։ Ինչ ես պատրաստելու ընկերների համար։ Այսօր մենք պատրաստելու ենք գառի մսով հագանի, որը պատրաստելու ենք գառի մսով, սոխով, երկու գույնի պղպեղներով, կարմիր եւ կանաչ պղպեղով, ավելացնելու ենք բոված ալյուր, ռեժան, Ռեժանով գառի գառան միս։ արգանակ։ Կծու անելու ենք, որ ամռանը հատկապես մեր ժողովուրդը մարսողությունը Ընդհանրապես ես կերակրատեսակը կծու չենք պատրաստում, բայց եթե ցանկություն լինի, այսօր կփորձենք պատրաստել նաև կծու տարբերակով։ Ինչու, որովհետև ամռանը մեր բնակլիմական պայմանները հատկապես այդպիսին են, որ մեր մարսողությունը ընկնում է, օրգանիզմի դիմադրողականությունը ընկնում է, եւ կծուն հենց դրա համար է, որ հատկապես շոկ երկրներում են օգտագործում։ Ախորժակ ունենան, դիմադրողականությունը վերականգնեն։ Ախորժակ չկա, չեն սնվում եւ օրգանիզմի դիմադրողականությունը, իմունիտետը ընկնում է։ Շատ լավ։ Ինչից սկսենք, Գրիշա։ Ունենք խաշված միս, Բուսայողը լցնում ենք տապակի մեջ։ Նախորդ արդեն տապակը բնականաբար տաքացրել ենք եւ խաշած միսը մի քիչ պիտի կերապատել։ այո, մի փոքր պետք է կերապատել, սոխ խնդրում եմ տաս, Սեծակ ջան։ Սոխն չես վստահում։ Տակդեղի մասին լսեցի, Այո, երկու գույնի, այո։ սոխը խոշոր, սերմերը հեռացնենք, Անշուշտ։ Ասենք, որ չմոռանանք նաև նշել, Սեծակ ջան, որ հագանի բառի հեղինակը մեր լավ բարեկամ Սերգեյ Հունանյանն է։ ու համահեղինակ կարող ենք ասել, որովհետև իրականում նաև կա այդպիսի բան, ախորժաբեր է կոչվում, բայց մեզ հուշել է մեր լավ բարեկամ Սերգեյ Հունանյանը։ Ողջունենք Սերգեյ Հունանյանին, տեսնեմ թե ինչպես ես կտրատելու։ Բան որանում ես, Սեծակ, խնդրում եմ մինչև վերջ անես, որտեղ քո հետևից ես շարունակեմ։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Բավական է։ Այո։ Գարան մսով հագանի ռեժանով։ Ռեժանով։ Ընդհանրապես մենք ռեժանը հենց էլ կարող ենք ճաշակել։ Իհարկե։ Նա մեր հրուստատոներ ոմանք ասեն ափսոս չի ռեժանը փչացրի։ Բայց կարծում եմ վերջում, երբ որ տեսնենք կերակրատեսակը ինչպիսին ստացվեց, չենք ափսոսա ռեժան։ Բնականաբար չենք ափսոսի։ Հիմա մի փոքր տապակենք եւ կավելացնենք մի փոքր բոված ալյուր, խնդրում եմ քթալ տաս ինձ։ Խուս զանգված ստանալու համար։ Այո։ Արգանակել եմ տեսնում այստեղ։ Բնականաբար գառի արգանակ, պետք է ավելացնենք նաեւ գառի արգանակ։ Իսկ օգտվելով առիթից հուշենք մեր հեռուստադիտողներին, թե ինչպես պետք է ստանալ արգանակ կամ ընդհանրապես երբ որ հատկապես միսն ենք խաշում, ինչ պիտի ի նկատի ունենալ։ Եթե մեզ հարկավոր է, որ միսը պահպանի մաքսիմալ առավելագույնս սննդային արժեքները, ապա հարկավոր է խաշել եռացող ջրի մեջ, այսինքն միսը դնում ենք եռացող ջրի մեջ։ Այն անմիջապես սպիտակում է։ Դրանից վախենալ հարկավոր չէ, որովհետև շատ դեպքեր եղել են, լսել եմ, լսում եմ, թե այդ սպիտականալու ընթացքը համարում են, թե միսը կարկվեց, չգիտեմ ինչ, ոչ։ Մկրտային հյուսվածքները իհարկե ձգվեցին, բայց ծայրերը փակվեցին, այսինքն մսահյութը մնաց մեջը։
Այդ դեպքում մենք կստանանք համեղ միս։ Մի քիչ նվազ սննդային արժեքներով արգանակ։ Հակառակ դեպքում, եթե ուզում ենք, որ արգանակը հարուստ լինի սննդային արժեքներով, ապա պատրաստում ենք, խաշում ենք սառը ջրով։ Այստեղ մենք տեսնում ենք արգանակը պարզ, այսինքն օգտագործել ենք առաջի տարբերակը եռացող ջրի մեջ։ Փոքր արդեն տապակվել է մեր մթերքները, հիմա ավելացնենք բոված ալյուր։ Եվ մի քանի րոպե պիտի սոուսի մեջ դանդաղ դամվի, հա, ես ոնց հասկացա։ Այո։ Համեմունք դեռ ոչինչ չենք ավելացրել։ Ոչ։ Ուղղակի գարան միսը մի քիչ կերապատեցինք, սոխ ավելացրինք եւ տակդեղ։ Հիմա ավելացրինք Իմի նաեւ որպեսի ինքը մի փոքր կծվություն ունենա, ինչ պետք է անենք, Սեդրակ։ Ես կարծում եմ ամբողջական մի կծու պղպեղ պիտի դնենք, որ կծվությունը այդպես փոխանցի։ Մանավանդ որ կարող են մեր հերոստատողները մտածել գարան միսը կատնամթերքով, այն էլ ամռանը մի քիչ խուսափեն։ Բայց ասեմ, որ շատ հետաքրքիր եւ համեղ կերակուր է եւ ոչ բանից պետք չի խուսափել, առավել եւս իմ կարծիքը, քո կարծիքին ես համակարծիք եմ համարում։ Հիմա ավելացնենք ռեժանը։ Հագերստատիոները, ինչպես տեսնում եք, ինչքան լավ է, որ կողքդ լավ ընկերես ունենեմ, ինձ օգնում է ռեժանը։ Օգնական։ Նաև ընկեր, ինչի օգնական, միայն։ Ջերմային այդ ռեժիմի տակ ռեժանը մի քիչ կհալվի, Կթուլանա իհարկե, հա։ մի քիչ կհալչի եւ արդեն սոուս կառաջանա։ Թանձրուկը պիտի լինի թթվասերի խտությամբ։ Այո։ Եվ այս ամբողջը հիմա կհամեմենք աղով։ Մի փոքր պղպեղ կարասև։ Կծածկենք իրեն, կթողնենք 10-12 րոպե Խնդրեմ։ եւ ընդհանրապես 10-12 րոպե հետո կարող ենք ճաշակել այս ամենը։ Կարող է թանձրուկը շատ թանձրանա, Չէ։ չէ՞։ Սպասենք այդ 10-12 րոպեն, մենք լավ որակով երաժշտություն կլսենք։ Այո։ Գրիշյան, ինչ եղավ, եղբայր։ Ինչ Ինչ մի ստացվեց։ հատ բացեմ կափարիչը բույրից գա։ Այո, բույրը կա, համը կտեսնենք։ Բույրը կա, Ինչ տեսք պիտի կա անենք։ մնում է համը, չէ։ Այո, Մի փոքր թարխուն կտրատի, մի փոքր մատուցելուց առաջ վրան թարխուն ցանենք, գառը թարխուն շատ ասիրեմ։ հա, Իհարկե։ ուտել։ Չգիտեիր։ Չէ։ Ուտել։ Հա, նաև ուտել կսիրի ես, երևի թե չգիտեմ գառի ախորժակը։ Խնդրեմ։ Եվ մատուցման ապսեն խնդրում եմ եւ մի հատ էլ եթե խնդրեմ կտալ տաս, կտալով հեշտ կլինի լստել։ Մի տալ կտամ։ Մինչ Գրիշան կլսնի մատուցման համար պատրաստ կերակուրը, նորից հիշեցնենք այն մեր հերոստատիտողների համար, ովքեր սկիզբը բաց թողեցին։ Խաշված գարան միս ենք օգտագործել, ռեժան, գլուխսող, երկու գույնի տակդեղ եւ կծու պղպեղ, աղ եւ պղպեղ աղացված սև։ Խաշված միսը մի քիչ կեղևապատեցինք տակ տապակի մեջ, այնուհետև գլուխսող հետը միասին տապակեցինք, երկու գույնի այդ քաղցր տակդեղը դրեցինք միասին շոքեհարվելու համար, այնուհետև համեմեցինք աղով պղպեղով, դրեցինք նաև կծու ամբողջական պղպեղը եւ ավելացրինք ռեժան։ Ռեժանից հետո մի քիչ խառնելուց այդպես բոված ալյուր խյուս ստանալու համար եւ խառնելուց հետո արգանակով պարզեցրինք գարան մսով հագանի, որը վերջում ինչպես Գրիշան խոստացավ, պիտի համեմվի թարխունով։ Եվ կծու պղպեղ դրեցինք, որպեսզի մանավանդ ամռանը կարողանանք մարսողությանը նպաստել մարսողությանը։ Եվ չմոռանանք վերջում
ժպտանք կերակուրին, որպեսզի ինքը համեղ ստացվի։ Եվ հերոստատիտողներին նաև Գրիշյան ներկայացրեցի կերակրատեսակը դու էլ քո սրտի ցանկությունն ասա մեր հերոստատիտողներին։ Ամեն անգամ շփվելով հերոստատիտողի հետ մենք ցանկանում ենք նրանց, որպեսզի լինեն հաջողակ, լինեն համբերատար եւ ինչպես դու ես ասում, ամեն անգամ եւ ամեն ինչ լավ է լինելու, հա։ Այո, իհարկե, լավատեսությունը թող երբեք չլքի ձեզ բարեկամներ, դա շատ սարսափելի բան է։ Աստված մի արսե մեզ այդ արհավիրքը, դա արհավիրք է, եթե լավատեսությունը լքում է մեզ։ Շնորհակալություն Գրիշա, հարգելի հեռուստադիտողներ, այսքանն ենք պատրաստել այսօրվա համար, կերակուրը հարկավոր է մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ, լավ տրամադրվածությամբ եւ հետը կարմիր անապակ հայկական անսահմանափակ գինի։ Բարեկամներ, լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Մնաք բարյավ բարեկամներ։ Գարան մսով հագանի, գարան միս 300 գրամ, կարմիր և կանաչ պղպեղներ 70 գրամ, ռեժան 100 գրամ, արգանակ 150 գրամ, սոխ 70 գրամ, ալյուր 20 գրամ, ձեթ, աղ, սև պղպեղ, բարի ախորժակ։